իրական դեպքից։ Այս երկիրը կառուցեցին քրիստոնյաները։ Այո, այսօր երբ որ խոսում ես ընկերդ լինի, բարեկամդ լինի, հարազատ լինի, բարտադի չի որ նա այս երկրի պատմությունը չգիտի, որովհետև դժբախտաբար այսօր դպրոցներում եւ բարձրագույն բուհերում այլ ուրիշ բան են սովորեցնում։ Թե ինչպես կառուցվեց այս երկիրը։ Այս երկիրը կառուցվեց քրիստոնյաներով եւ Եվրոպայում սկսեցին քրիստոնյաներին հալածել, նրանք փնտրում են թե ինչպես ձերբազատվեն, գտնեն եւ երբ որ լսվեց Ամերիկայի մասին, նրանք ամեն ինչ թողեցին եւ հանձն առան եւ եկան մի հատ օտարության մեջ եւ նրանց մեծագույն նպատակը ինչն էր, որպեսզի կարողանան մի տեղ գտնեն, մի վայր, մի տուն կառուցեն, մի եկեղեցի, որ ազատության մեջ Քրիստոս Հիսուսին պաշտել։ Ինչպես գիտեք, Ֆրանսիան կաթողիկ էր, մինչև հիմա այսօր այդպես է, այն ժամանակ 1700-ական, 1600-ական ահավոր ճնշում էր գործադրվում, երբ որ մարդիկ սկսեցին բողոքական, այսինքն ավելի պարզ Քրիստոսի հետ հաղորդակցություն ունեցան։ Մարտին Լութերը բողոքական եկեղեցու հիմքը դրվեց եւ այդպես տարածվեց Եվրոպայում եւ երբ որ բողոքական եկեղեցին արթնացավ, բարձրացավ, ինչ էր անգլիական եկեղեցին իրեն հերթին էր ճնշում, բողոքական եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցին իր հերթին էր եւ ամեն ուր եւ դա էր պատճառը որ այս երկրի հիմքը քրիստոնյաներն են դրել։ Չխաբվես, այո, ուրիշ բաներ են պատմում ստեղի մասին, բայց այս երկիրը մինչև ամենայն անկեղծ է, մինչև 1950-ական, նույնիսկ 60-ական թվականները այս երկրում քրիստոնեությունը մեծ արժեք ուներ։ Այսօր ինձ ու քեզ համար կախյալ չէ թե այսօր մեր կառավարությունը կամ անցյալի կառավարությունը կամ նախագահները կամ օրենքները ինչպես են դասավորվում։ Ինձ ու քեզ համար մի թագավոր կա երկնքում ու երկրի վրա իմ ու քո սրտի մեջ։ Դա Քրիստոս Հիսուսն է։ Բայց զուտ ես պատմության առումով եմ ուզում ասել, որ տարիների ընթացքում ինչքան աղավաղվեց քրիստոնեությունը այս երկրում։ Պարզապես ես չեմ ուզում այսօրվա ներկա, բայց նախկին Բայդեն նախագահ կոչվածի ժամանակահատվածում պարզապես բոլորս էլ ականատես եղանք, թե ինչ էր տեղի ունենում այս երկրում, թե ինչպես քրիստոնեությունը այդպես ոտնահարվում էր բառիս բուն իմաստով եւ ինչպես էին սատանայական եւ անաստված գաղափարախոսությունը նույնիսկ մանկապարտեզներում տարածում։ Դե իմի պարտադի չի որ սատանա բառը օգտագործեն, բայց երբ որ ամեն ինչ անում են, որպեսզի ասոն հակառակ լինի, աղջկան տղա են դարձնում, տղային աղջիկ են դարձնում եւ միասեռականություն, բազմասեռականություն, այդ ամբողջ ինչի մասին էր խոսում։ Իհարկե հակառակ Աստծո խոսքի եւ Աստծո ճշմարտությանը եւ որոշ բուհեր, որոշ տեղեր նույնիսկ բացահայտորեն ինչն էին կառուցում, ինչն էին դասավանդում, ինչն էին սովորեցնում, ինչն էին պրոպագանդում սոցիալիզմը, որը հիմքը կառուցված է ինչի վրա, անաստվածության վրա, բացահայտորեն։ Եվ այս երկիրը դեռ ճանաչվում է որպես քրիստոնյա երկիր, ուզեք թե չուզեք։ Ոչինչ որը երբ Հուսեյն Օբաման ընտրվեց այս երկրի նախագահ եւ իր առաջի ճամփորդությունը որ Եգիպտոս երկրում էր, նա այնտեղ երբ գնաց, այդ տխմարը ներկայացնում էր ինձ եւ 300 միլիոն, որից երևի մի 100 միլիոնը քրիստոնյա են այս երկրում գոնե։ Հիմա եկեղեցի գնում են թե չէ, եւ այնտեղ առանց ամանչելու ներկայացրեց, որ Ամերիկան քրիստոնյա երկիր չէ։ Առանց հաշվի առնելու, որ դու իմ կարծիքը հարցրել ես, դու եկեղեցիների, քրիստոնյաների կարծիքը հարցրել ես, որ գնացել ես ներկայացնում ես Ամերիկան եւ քեզանից ինչ ես անում, ենթադրություն ես անում։ Բայց երևույթներ կան, որը տեղի են ունենում այս երկրում, որ սրտի ցավով դու համոզում ես, որ ինչպես անաստվածությունը տարածվում է այս երկրում եւ օրինակներից մեկն է։ Տարիներ առաջ երկու մուսուլման վարորդ, որը վերհաս, այսինքն պահեստներ, որտեղ որը առաքվում է ապրանքները խանութներին։ Հրաժարվեցին մեքենան վարելու, որովհետև ասեցին ալկոհոլ է։ Իսկ մենք մուսուլման ալկոհոլի հետ գործ ունենք, չենք գործատեր ասես ոնց թե խանութները սպասում են, դու պետք է մատակարարես։ Հրաժարվեցին։ Գործատերը գործից դուրս հանեց եւ երկու մուսուլմանները դատի տվեցին եւ դատը շահեցին եւ նրանց պարգևատրեցին $220,000 Ըստ ինչ օրենքի 1964 թվին այս երկրում օրենք դրվեց, օրենք, որը գործատերը իրավունք չունի իր աշխատողի կրոնի հավատքի հակառակ որևէ մի բան պահանջի։ Իսկ դրանից մի քանի տարի հետո բոլորս հիշում ենք, միանշանակ հիշում ենք Կոլորադո կոչված նահանգում մի հրուշակեղենի խանութ, որը ընտանիքով էին ինչ անում,
տեսնում։ Երկու միասեռականներ են մտնում եւ պատվեր են տալիս իրենց հարսանիքի համար, իրենց հարսանիքի քեքը։ Նրանք սիրով ընդունում են պատվերը, բայց երբ որ տեսնում են, թե ինչ գրություն են պահանջում, որ քեքի վրա գրվի, ասում են մենք քեքը կարող ենք պատրաստել հարսանիքի, բայց գրությունը մենք չենք կարող, որտեղ մենք քրիստոնյա ենք, մենք նման գրություն չենք կարող այս քեքի վրա տոնել։ Եվ ինչ, եւ միասեռականները դատի տվեցին, եւ մեր քրիստոնյա այդ ընտանիքը պարտվեց այս Ամերիկա քրիստոնյա կոչված երկրում։ Այսպիսին է, անցան տարիներ, իբր թե դատը նորեն բացվեց, շահեցին, բայց էլ ինչ։ Աշխատանք կորցեցին, բիզնեսը փակվեց։ Էնպես որ այդքան պարզամիտ եկեղեցի չլինենք։ Այո, այսօր մենք վայելում ենք այս երկրի ազատությունը։ Եվ մենք այսօր ազատորեն հավաքվել ենք Կիրակի օրը եւ Տիրոջն ենք պաշտում։ Եվ ովքեր որոնք Տիրոջից առաջնորդված եկել են, միասին Տիրոջ անուն են կանչում։ Ովքեր էլ որ որոշեցին տանը մնան, դա իրենց որոշումն էր։ Բայց մեկ բան երբեք չմոռանաս, թշնամին իրական է։ Եվ թշնամին գործում է ինչպես Ամերիկայում, ինչպես Անգլիայում, Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհով մեկ։ Տարբեր կրոնների տեսանկյունով, թե քրիստոնեական երկրներում Քրիստոս անունը օգտագործվելի, բայց ինչ են անում, այսօր մեկ օրինակով հստակորեն մենք հասկացանք, որ մենք պետք է մեկ ճշմարտության վրա մեր ամբողջ հավատքը կառուցենք։ Քրիստոս երկնքում, Քրիստոս իմ քո սրտում։ Մի փոքրիկ օրինակ պետք է բերեմ, մի քիչ կարող է բան լինի, ոչ, այս օրինակը ես բերել եմ զուտ ոչ թե դաստիարակչական առումով, այլ հոգևոր առումով։ Երկու տղա երեխաներ, ինչպես մենք էլ բոլորս էլ փոքր ենք եղել, եւ միշտ ընկերներով կռվել ենք, վիճել ենք, խաղացել ենք, երկու տղա երեխաներ կռվում էին։ Մայրը տեսնում է այն տղային, որը այն մյուս տղային ծեծում է։ Եվ հասկանում է, որ այս իր տղայի մոտ սովորություն է դարձել, իրանից թույլերին գտնել ու ծեծել ու ջարդել։ Ի վերջը մայրը հասնում է, տղային առանձնացնում է, այդ ընթացքում, որը իր տղային, իր սեփական տղային, որ այն մյուս խեղճ տղային ծեծում էր, մի կերպ առանձնացնելու ժամանակ այս տղան հասնում է մի քանի հատ հարվածել ու մի հատ էլ թեքել իր երեսին։ Մերը դառնում է ու տղային ասում է. Երբ ես քեզանից կձերբազատվեմ, այդ ինչիա քո մեջ այդ սատանան այդպես քեզի այդպես ուղղություն տալի, որ ցախ աճ պատերազմների, կռիվների, ծեծ կրտոցների մեջ ես։ Հարցն անում չէ մայրը ինչպես է դիմում տղային։ Այո, բայց հարցը սրանում է, որ այս օրինակը ես բերեցի։ Տղան ասում է, չգիտեմ սատանան է ինձ ստիպում թե չէ, բայց այդ վերջի թեքելը իմ որոշումն էր։ Այս օրինակի վրա ինչ եմ ուզում ասել։ Այսօր այս երկրում կամ ամենուր մարդիկ սպանում են, ջարդում են, ոչնչացնում են, վառում են, բաժանվում են, վերջում երբ որ հարցում են, ասում սատանան ինձ ստիպեց։ Սատանան ինձ դրթեց սպանեմ սրան ու նրան եւ լինում են նմանատիպ դեպքեր, որ մարդասպանին ոչ թե բանտ են նստացնում, որպեսզի իր պատիժը գրի, այլ տանում են հոգեբուժարան։ Մի քանի տարի հոգեբուժարան մնում է եւ անորոշության մեջ շատ հաճախ լսում ես, որ իրեն ինչ են անում, ասում են բուժում ընդունեց, ազատ են արձակում։ Ցավալի է, տխուր է, բայց իրական է։ Այս երեխայի ասածը գոնե այնքան պարզություն ուներ, որ ինչ որ մի բան իր վրա էր պատասխանատվություն վերցնում։ Այսօր մարդիկ փորձում են ամեն տկար, բացասական, ոչ բարոյական քայլերի դիմել ամուսնալուծության մեջ, գողության մեջ, դավաճանության մեջ, երկիրը ծախելու մեջ, ինչ որ կա։ Եվ վերջում գիտես ինչ են անում, մտքերը, թշնամին, սատանան, գիշերները եւ փորձում են ինչ անել, այդուհանդերձ իրենց մեղավորությունը կցել, անվանել թշնամու սատանայի վրա։ Եվ բնականաբար մեր մեջ հարց առաջանում որպես հոգևոր, սատանան իրական է։ Այո, դժբախտաբար սիրելիներս, սատական իրական է, սատանան։ Եվ այսօր ես պետք է հատվածներ ընթերցեմ Աստծո խոսքից, որպեսզի մենք, որպես քրիստոնյաներ, որտեղ այսօր աշխարհը ինչ անում, կամ սատանային նկարագրում է պոչով եւ պոզերով, ծաղրանքի են վերածում եւ վերանում, ամեն ինչ վերանում է։ Այսօր ինձ ու քեզ համար որպես հոգևոր, եթե մենք մեր թշնամուն չճանաչենք, թշնամին անվերջ մեզի պարտության կմատնի։ Մեզ արտադիր է, որ մենք հասկանանք, որ ինչպես Քրիստոսը
Աստված, Աստծո միածին որդին, իր կյանքը զոհաբերեց, որ ինձ ու քեզ փրկություն բերի, բայց միաժամանակ եւս կա չարի ուժ, սատանա եւ իր դիվային աշխարհը, որը գործում է, եւ ինչպես ավետարանի մեջ Հիսուսը նրան կոչեց ինչ, այս աշխարհի իշխանը, որպես ես ու դու հասկանանք, որ սատանան իրական է, այս աշխարհի իշխանն է, եւ կարողանում է մտքեր եւ վիճակներ եւ կյանքեր փոխել եւ դրթել բաժանումներ, մահտարաժամներ, կռիվներ, պատերազմներ եւ այդ ամբողջը միանշանակ մեկ նպատակի համար, որպեսզի կորցնի եւ կործանման ենթարկի մարդը եւ մարդկությունը։ Երբ ծննդոց գիրքը կարդում ենք, ասում է տիեզերքը անձև էր, ու Աստված երկնքի հայրը, որդին եւ Սուրբ Հոգին կառուցեցին ու տես տվեցին այս երկրին, կառուցեցին եւ տես տվեցին այս երկրին, ու երբ որ տես տվեցին, կառուցվեց 7 օրվա մեջ երկինքը ու երկիրը, երկիր մոլորակի վրա Եդեմի պարտեզը կառուցվեց, տես տվեց, ծառերը, պտղատու, բոլորը, եւ այնտեղ Տերը ծնունդ տվեց Ադամին եւ Ադամի կողոսկրից իրեն կողակցին Եվային, նրանք ապրում էին բացարձակ ճշմարտության եւ արդարության մեջ եւ վայելում էին Աստծո հոգու ներկայությունը, ֆիզիկական, նրանք Եդեմի պարտեզում էին, Աստված նրանց մարմին էր հագցրել, բայց նրանք ապրում էին կատարյալ արդարության մեջ, որտեղից գիտենք դա, որ այդպես շեշտակերեն ասում են, որտեղ եթե գնաք տուն եւ ծննդոց գրքի վերջի համար ընթերցեք երկրորդ գլխի վերջի համար, ասում է նրանք մերկ էին ու իրենց մերկությունը իրենց համար բացված չէր, այսինքն մեղքը չէր բացահայտվել նրանց համար, իսկ անմիջապես երրորդ գլխի առաջի համար ասում է ու սատանան ներս մտավ Եդեմի պարտեզը Եվ շարունակություն արդեն գիտեք։ Թշնամին իմի հարցը առաջանում, ինչու Աստված թույլ տվեց, որ սատանան ներս մտնի Եդեմի պարտեզը։ Պատասխանենք Աստծո խոսքի ճշմարտությունով։ Եզեկիել 28-րդ գլուխ 14 եւ 15 համարները պետք է ընթերցենք։ Ezekiel chapter 28 verse 14 and 15 14-րդ համարում այսպես են կարդում Եվ Եզեկիելը Աստծո հոգուց առած նկարագրում է շարունակենք ընթերցելը Դու օծված էիր պահապան քերուբեի նման Ինչ որ մի երկնային էակի մասին է խոսում Եզեկիելը 28-րդ գլխի 14-րդ համարում որ Աստված նրան օծություն էր տվել քերուբեի պահապան քերուբեի նման Եվ ես քեզ այդպիսին կարգեցի Աստծո սուրբ սարի վրա էիր հրեկ քարերի մեջ էիր քայլում Հասկանում եք սա միանշանակ մենք հասկանում ենք որ սա երկնային ներկայության մասին է խոսքը խոսվում է ինչ որ մի հրեշտակապետի մասին որ քայլում էր Աստծո ներկայությամբ եւ այդ հրեկ քարերի մեջ էր 15-րդ ամասը դու քո ստեղծման օրից Բարից մենք հստակորեն ասում ենք You were blameless in your ways from the day you were created Հրեշտակները ստեղծվել են նրանք հավիտենականության էակներ չեն Հավիտենականություն է հայրը որդին եւ Սուրբ Հոգին Հրեշտակները Աստծո երրորդության ստեղծագործություն են որտեղից գիտենք Աստծո խոսքից կամ որ Աստծո խոսքը մեզ համար ճշմարիտ է եւ մեր ամբողջ հավատքի կյանքը կառուցվում է Աստծո խոսքի ճշմարտության վրա եւ ասում է դու քո ստեղծման օրից կատարյալ էիր ինչի որտեվ կատարյալ Աստված էր ստեղծել նրան մի քիչ առաջ Ադամի Եվայի մասին չէ խոսք բերեցի Ադամը ու Եվան կատարյալ էին ստեղծված ինչի որովհետեւ կատարյալ Աստված էր նրանց ստեղծել Եվ նրանք պակասեցին եւ Եդեմի պարտեզից դուրս շպրտեցին որտեւ իրենց ազատ կամքի մեջ ինչ արեցին Աստծո կատարելության վրա կասկածություն բերեցին Մտածեցին որ իրենք ավելի լավը կարող են լինել քան այն ինչ որ Աստված իրենց կատարյալ էր ստեղծել Ու տեսնում եք ճշգրիտ նկարագիր այստեղ Ասում է դու քո ստեղծման օրից կատարյալ ես քո ճանապարհներում մինչև որ քեզանում ինչ հայտնվեց
անիրավություն գտնվեց։ Վահ, երկնային էակի մեջ անիրավություն կարող է հայտնել։ Այո, ինչի, որտեվ Աստված երկնքի հայրը, որդին եւ Սուրբ Հոգին, երբ որ ստեղծում են երկնքում հրեշտակներին ու երկրի վրա Ադամին ու Եվային, ինչ տվեցին։ Ազատ կամք։ Սա Աստծո մեծագույն ազատությունը, որ իր ստեղծվածներին տվել է։ Ազատ կամք։ Եթե ոչ, եթե այդ ազատ կամքը մարդուց կամ հրեշտակից վերցնես, նա մեխանիզմ է, նա էակ չէ, նա որոշում չունի, նա ընտրություն չունի։ Իսկ Աստված ուզեց, որ ես ու դու ու հրեշտակները երկնքում ընտրություն ունենան, ազատ կամք ունենան։ Եվ այս էակի մասին, ինչպես Եզեկիել 28-ի 14 եւ 15-րդում ասում է, նկարագրում է եւ մի քիչ հետո ավելի կբարձրաբանվի, կբացահայտի թե ով է սա, ու մասին է խոսքը, ասում է ու քեզանում ինչ հայտնվեց անիրավություն։ Եվ Աստծո խոսքը այսպես մեզի անորոշության մեջ չի թողնում, այլ ավելի է բացահայտում, թե ինչ տեսականի անիրավության մասին էր խոսքը։ Եվ հաջորդ համաները, որ պետք է ընթերցենք, մենք կվերադառնանք Եզեկիել մարգարեության։ Եսայիա մարգարեությունից պետք է ընթերցել։ Եսայիա մարգարեության 14-րդ գլխի մենք այս համարները սերտել ենք, երբ հինգշաբթի օրերը մեկտեղ են գալիս Աստծո խոսքը սերտելու։ 14-րդ գլխի 12-րդ համարում այսպես է ասում. նույն հրեշտակի, նույն քերովբեի մասին է խոսքը։ Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան արուսյակ։ Ուրեմն հասկանում ենք, որ արուսյակ հրեշտակապետի մասին էր խոսքը։ Եսայան ավելի է բացահայտում։ Արշալուսի որդի, գետնին տապալվեցիր, դու որ ստորացնում էիր ազգերին։ Եսայան իր այս խոսքերի մեջ հիշեցնում է, թե ինչպիսի զորություն էր Աստված այս արուսյակ հրեշտակապետին, որտեղ հրեշտակապետ էր, իրեն այդ զորությունն էր տրված, հրեշտակները ու հրեշտակապետները երկնքում հսկայական զորության, որտեղ երկնային էակներ են, բայց այդ զորության եւ երկնային էակ լինելով հանդերձ, Աստված դարձյալ նրանց ազատ կամք է տվել։ Եվ իրենց ազատ կամքի մեջ արուսյակ հրեշտակապետի մեջ հայտնվեց անիրավություն։ Եվ հիմի շարունակությունը ընթերցենք 13-րդ համարում, ինքդ ասում էիր քո սրտում, հիմի մեզ համար Եսայիա մարգարեն բացահայտում է, թե ինչն էր այդ հրեշտակապետի մեջ առաջացած անիրավությունը, որ Եզեկիել մարգարեն էր խոսում։ Ինքդ ասում էիր քո սրտում, երկինք կելնեմ, իմ գահը գտնեմ Աստծո ասխերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովքի լեռան վրա հյուսիսային ծայրամասում։ Հասկանում եք, նրա մեջ այդ միտքը հղացավ արուսյակ հրեշտակապետի մեջ, որ ինքը պետք է բոլոր հրեշտակների ու հրեշտակապետներից առանձնանա եւ իր աթոռը ավելի բարձր դնի։ Հասկանալի է։ Ընթացքը սկսել էր, բայց դժբախտաբար շարունակվեց այդ ընթացքը, որտեղ հաջորդ համարի մեջ հետևյալն են կարդում. կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ինչին, ամենաբարձրյալին։ Նա հրեշտակապետ էր, նա ստեղծված էր Աստծո կողմից, նա կամեցավ ինչ դառնալ, Աստված դառնալ։ Հասկանալի է, թե անիրավությունը ինչ կարող է մեր մեջ, ինչպես ժամանակին արուսյակ հրեշտակապետի մեջ, ամեն մարդ արարածի մեջ ստեղծել, որ մարդը արդեն իրական ու ճշմարիտ Աստծուն չի տեսնում, այլ համարյա թե ինքը իրեն է տեսնում Աստված։ Դա նույն նկարագիրն է, նույն ընթացքն է, որ արուսյակ հրեշտակապետը հազարամյակներ առաջ երկնքում ունեցավ։ Նույն ընթացքն է, ինչու, որովհետև հեղինակը այն մարդկանց, որ իրենք արդեն իրենց Աստված են տեսնում, այդ միտքը գաղափարը որտեղից է գալիս։ Թշնամուց, սատանայից։ Արուսյակ հրեշտակապետը, որը փոխվեց, երբ որ նրան տապալեց Աստված ու երկնքից վայր գցեց, նրա անունը կոչվեց այլևս ոչ թե արուսյակ հրեշտակապետ, այլ սատանա, որը տիրում էր արդեն դիվային աշխարհին։ Չեմ ուզում վախացնեմ, ուզում եմ, որ ես ու դու ճանաչենք մեր թշնամուն։ Հասկանալի է։
Թշնամուն ճանաչելը ոչ թե մեր մեջ վախ առաջացում, այլ մեզի զգուշացում, թե ում մոտ գնանք եւ ում ապահովությունը մեր վրա վերցնենք։ Բայց երբ որ դու թշնամու չես ճանաչում, դու այդպես հանգիստ, խաղաղ քեզ համար ապրում ես ու հանկարծ ասում ես, այս դժբախտությունը, այս նեղությունը, այս հարցակումը որտեղից եկավ։ Իհարկե թշնամուց, բայց չի եկավ, որովհետեւ դու անտարբեր գտնվեցիր, ոչ միայն թշնամուն անտեսեցիր եւ դու կարիքը չզգացիր Աստծո ինչը ապահովությունը։ Վերադառնանք Եզեկիելի մարգարոության 28-րդ գլխի, ընթերցեցինք 14 եւ 15 համարներ, ընթերցենք 16 եւ 17 համարները։ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնություն լցվեց։ Այդ առևտրի գաղափարը մենք մարդկորեն ենք փորձում վերլուծել։ Երկնքում ինչ առևտուր։ Մենք հասկանում ենք, որ նա հրեշտակապետ էր եւ հաջողություն ուներ եւ Աստված իրան դիրք արժեք էր տվել մի ամբողջ հրեշտակների խումբ, որ հնազանդվում էին նրան։ Եվ այդ հաջողությունը նրա մեջ ոչ թե ինչ արել, ավելի խոնարհություն դեպի Աստված, որտեղ այն ամեն ինչ, որ առել էր, Աստվածանից էր։ Իր առողջությունը, իր գործի հաջողությունը, իր դրամագլուխը եւ այլն։ Ինչ արեց, ընդունեց, խոնարհվեց, ասես Տեր, քեզի փառք եմ ասում, որ այսքան դու ինձի արժանացրեցիր այս պատվի, այս օրհնության, այս պահպանությամբ, ոչ եւ ոչ, դժբախտաբար, այսօր նմանատիպ մարդիկ ինչպես Արուսյա ասում են, ներսդ բռնությամբ լցվեց, դու ավելի հպարտացար, ավելի բռնությամբ, ավելի ուզեցիր ինչ անել, ավելին ուզենալ, ավելի շատանալ։ Եվ դու մեղանչեցիր, ինչից քո հոգուտ մեջ, քո սրտիդ մեջ, քո ուղիթյուն մեջ։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռասի Աստծո սարից։ Եվ քեզ ոչնչացի ով պահապան քերոպ է, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։ Եվ սա ում հրամանով եղավ, Աստծո հրամանով։ Սատանայի նկարագիրը ճշգրիտ լինելու է, երբ աշխարհի վերջը գա եւ Քրիստոսը առանձնացնի նրանք, որ Աստծոն անտեսելով, շրջանցելով, ծաղրելով, ինչ արեցին, իրենց Աստված ճանաչեցին։ Նրանց վերջավորությունը ճշգրտորեն կլինի այն ամեն ինչ, որ ունեցավ Արուսյա հրեշտակապետը, որ Աստված նրան դուրս շպրտեց երկնքից։ Եվ 17-րդ համարը ասում է, սիրտդ քո գեղեցկության պատճառով ինչ եղավ, գոռոզացավ։ Ինչքան տիպիկ է, չէ՞, որ այսօր մարդիկ չեն ասում փառք տալիս իրենց առողջության համար, իրենց տեսքի համար, իրենց դիրքի համար, իրենց տան համար, իրենց ունեցվածքի համար, այլ մտածում են սա իմն է, ես դրա տերն եմ եւ ինչպես կուզեմ կօգտագործեմ։ Եվ առանց հասկանալու, որ դու ոչ միայն քո օրվա ու քո կյանքի տերը չես, այլ քո նույնիսկ երկվարկյանի տերը չես, որտեղ ամեն մի երկվարկյան, ամեն մի մարդ արարած, չգիտի թե այս բարդ իրա, դա մարմինի մասին է խոսքը, ինչ է կատարվում, ոչ մեկս չգիտենք։ Եվ Աստված եկավ ու հայտնվեց մեր կյանքի մեջ, ասում է, սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը։ Աստված ամեն մարդ արարածի մեջ ինչ դրեց, իր հոգու մասնիկը, այդ հոգու մասնիկը հոգու ձայն ունի ամեն մարդու մեջ, որ խոսում է երկնքի իմաստության մասին եւ մարդը հոժարակամ լրացնում այդ ձայնը։ Ու երբ որ Աստված ողջ մարդկությանը գտատի իրենց անհավատության համար, արդար պատճառ ունի, որտեղ ամեն մարդ արարածի մեջ ինչ է դրել, հոգու մասնիկ, մուսուլման ես, հինդու ես, բուդիստ ես, հայ ես, պարսիկ ես, արաբ ես, թուրք ես, քրիստոնյա ես, թե ոչ քրիստոնյա ես, ամեն մարդ Աստծո պատկերով կառուցվեց։ Այդպես են կարդում Աստվածաշնչի մեջ, որտեղ ասում է, երբ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեկտեղ եկան, որոշեցին մարդը ստեղծեն իրենց նմանությամբ, այսինքն երրորդությամբ, եւ մարդը կառուցեցին մարմին, մարդին կառուցեցին բանականություն, մտային աշխարհ եւ մարդուն կառուցեցին որպես հոգեվոր էակ, հոգի։
Եվ այդ հոգին Աստծո մասնիկն էր, որ մարդու մեջ դրեց, երբ որ Աստված շունչ փչեց Ադամին եւ նրան տեսք էր տվել ինչից կավից։ Եվ նա կենթանության էակ եղավ։ Այդպես ենք, չէ՞, Ծննդոց գրքում կարդում։ Եվ Աստված տվեց այդ իմաստությունը ամեն մարդ արարածի։ Քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը։ Ես քեզ գետին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։ Եվ այսօր սրտի ցավով մենք տեսնում ենք, որ թշնամին իրապես աշխարհում գործում են աղետներ, ավերմունքներ, պատերազմներ, մահտարաժամներ։ Սատանան, ինչպես Աստված երրորդությունը, հոգի է։ Եվ ինչպես մենք ավետարանում կարդում ենք, Աստված ասեց, ես հոգի եմ, ու դու ինձ կարող ես պաշտել հոգով։ Դու չես կարող գնաս ու շոշափես սրբապատկերները ու մտածես, որ աստվածապաշտություն ես իրականացնում։ Դու չես կարող գնաս, մոմավառությունը շատ գեղեցիկ երևույթ է։ Մոմը վառում ես ու այդպես մոմը վառում է, տան մեջ ես վառում, թե եկեղեցում։ Բայց մոմավառությունը մնում է մոմավառություն։ Դու դրանով չես կարող Աստծուն պաշտամունք բերես։ Աստված հոգի է, Աստված չի մեծարվում մոմի վառեցքով, խնկարկությունով, սրբապատկերը համբյուրելով, ծնգի գալով, կանչելով աղաղակալով կամ խաչակնկելով։ Աստված փառավորվում է, երբ քո մեջ դրված իր մասնիկը հոգին հաղորդակցում է Աստծո հոգու հետ։ Ուրիշ կերպ չկա։ Մարդկությունը կառուցեց, որովհետև հեշտ էր։ Այն ամեն ինչը, որ ֆիզիկական է, եւ դրա համար հոգևոր առաջնորդներ եղան ու ասեցին, եթե դու այս սրբապատկերը համբյուրես ու այս եկեղեցուն ես գումարը տաս եւ քո անունը գրվի այս աթոռների վրա, դու Աստծո հետ հաղորդակցություն ունես։ Պարզապես խաբեցին մարդկությանը եւ մարդիկ խաբվեցին։ Եվ այդ հստակ համարը, որ ես հոգի եմ ու դու կարող ես միայն հոգու հետ, հոգով հաղորդակցվես, անտեսվեց։ Նույն ձևով, նույնը նաև սատանայի մասին է խոսքը։ Սատանան հոգի է, եւ նրանից դու կարող ես ազատագրվես, պաշտպանվես, միայն Աստծո հոգու ճշմարտությունով գա եւ քեզից ծածկի, ուրիշ կերպ չես կարող նրա հետ պատերազմես։ Եվ Հիսուս չէր, որ Հիսուս ասեց Պետրոսին, նա 6000 ավելի տարիների փորձառություն ունի, եւ նա քեզ կարող է այսպես առնի իր ձեռքերի մեջ, քեզի այսպես փոշի դարձնի ու քամուն տա։ Այսօր հոգևոր աշխարհի մեջ մարդիկ կան, սատանայի գլուխ կջախջախե։ Արազատս, մենք նրա գլուխը ջախջախելու կարիք չունենք։ Մենք հավատալու կարիք ունենք, որ նրա գլուխը Քրիստոս Հիսուսը ջախջախեց խաչի Գողգոթայի լեռան վրա։ Մի այդպես ինքնավստահ մեկ չար հոգու մասին խոսիր, որ հազարամյակների փորձառություն ունի եւ նա երկինքն է տեսել եւ երկրի իշխանն է։ Ես նորեն ու կրկին եմ ասում, սա չեմ ասում վախենալու համար, այս բոլորը այսօրվա ամբողջ քարոզության նույնը նա է, որ մենք ճանաչենք մեր Տիրոջը, Պահապանին, Աստծուն, Քրիստոսին եւ ճանաչենք մեր թշնամուն Սատանային, որ նա իրական է։ Հասկանում եք, անկախ ինձանից այսպեսի մատ օրինակ էի կարդում, այսպես անեկդոտա, բայց իր մեջ բավականին հոգևոր ճշմարտություն է պարունակում։ Ասում եմ մի հոգևոր եկեղեցու անդամ մոտեցավ Հովին, ասավ Հովիվ ջան, ինչ ա եղավ։ Ասավ գիշերները սատանաներ մտնում են այս կարավաթից տակ ու ամբողջ գիշերը ես այս մտատանջված չեմ կարողանում քնեմ։ Դե Հովիվ ասեց արի աղոթենք, ասավ խորհուրդներ տուր, ասավ խորհուրդները սա է։ Եկ քնելուց առաջ աղոթիր, կյանքդ, միտքդ, էությունը Տիրոջ հանձնի սուրբ գրքից մի հատ ընթերցանություն արա եւ վերջը ֆիզիկական մետալու ասավ ու ժամի ծանր ստամոքսով չքնես։ Մի խոսքով ինչքան որ կարող էր այդ մարդը եւ հոգեորապես եւ ֆիզիկապես խորհուրդ տվեց։ Հաջորդ կիրակի տեսավ նույն վախը, նույն կասկածը։ Ինչ եղավ, ասա չէ, ոչ մի օգուտ չտվեց։ Անցավ մի շաբաթ հետո տեսավ այդ եղբայրը թռչկոտելով մանակալի սրանար այդ կատակները անում ուրախացել է կանչեց, ասա ինչ եղավ։ Խորհուրդն ասեց չէ, Հովիվ ջան, մի հատ ընկերոջ հանդիպեցի, հա, ասեց, ասма խորհուրդ տվեց, իր խորհուրդ անցա, ասեց ինչ խորհուրդ տվեց, ասա որ կգնաս տուն կարավաթիդ ոտքեր կկտրես։ Եվ որ կարավաթը նստի գետնի վրա, էլ սատանա տեղ չունի։ Հասկանում եք, սա է տխուր ու ողորմելի փաստը, որ մենք դեռ սատանային պատկերացնում ենք ֆիզիկական երևույթ։
Նա հոգի է։ Եվ նա կարողանում է աշխատել ու հարձակվել մեր մտային աշխարհի վրա։ Անեկդոտ է, բայց իր մեջ տխուր ճշմարտություն է պարունակում, որ այսօր շատ ու շատ հոգևորներ ոտաբովիկ են այս նման ճշմարտությունների մասին։ Եփեսացիս 6-րդ գլխի 11-րդ համարում Պողոս առաքյալը այսպիսի տողեր է մեզ թողել։ Եվ Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք ինչ անեք, սատանայի հնարներին դիմադրել, սատանայի հնարներին դիմադրելու միակ պայմանը ինչ ասում, զգեստավորվեք ինչով, Աստծո սպառազինությամբ։ That is why what we do here on the Lord's Day. Եվ այսօր դու ու ես մեկտեղ ենք եկել, Տիրոջ տանը մեջ, անելիք չունենք, վստահեցնում եմ, եթե որևէ անելիք էլ չունենայիր, լի իրավ դու իրավուն կարող ես քեզ վերապահել, մի ամբողջ շաբաթ աշխատել եմ, Կիրակի ես դրա իրավունքը չունեմ, որ տանս մնամ, հանգիստ առնեմ իմ սուրճս խմեմ, իմ տնային շորերով շրջեմ, պտտեմ, ընկերներիս այցելություն անեմ, պիկնիկի գնամ, ձկնորսության գնամ եւ այլն եւ այլն։ Եվ այսօր սրտի ցավով ինչքան մարդ ապրում միայն Գլենդել քաղաքում, հայ։ Երբ մի 100,000, նույնիսկ ավել, որտեվ Գլենդել քաղաքի բնակչության թիվ մոտապես 300,000 է ասում։ Եթե 50%-ից նույնիսկ քիչ լինի, 100,000, գնա մեր հայ եկեղեցիների ամբողջ ժողովուրդ այս կիրակի հավաքված գումարի բազմապատկի բաժանի, դες ինչ թիվ է կազմում։ Նույնիսկ 1000-ի չի կազմում։ Այն 9,900-ը որոշել է, որ լի իրավ իր հանգստի օրնա եւ հանգստանում է։ Եթե մարդկային տեսանկյունով նայենք, այո, բայց Աստծո խոսք ասում է զինավորվիր Աստծո ինչով, այդ սպառազինությունով, որովհետև սատանան իրական է եւ դու միայն ու միայն Աստծո զորությունով կարող ես իրան դիմագրավել։ Ուրիշ կերպ չես կարող։ Քո տարիների փորձառությունը խաղալիք է նրա 6 ու ավելի հազարավոր տարիների փորձառությանը։ Դու չես կարող նրան տապալել, դու չես կարող նրան կոխրճես ու անցնես, միայն ու միայն, եթե քո վրա հոգի կա, Աստծո խոսքի զորությունը կա, Աստծո հոգու ներկայությունը կա, այդ հոգին է, որ կարող է պատերազմի թշնամուն։ Եվ սա է պատճառը, որ մենք կիրակի օրը, մեր շաբաթվա առաջի օրը սկսում ենք որտեղից, Տիրոջ տնից։ Այո, մի քիչ առաջ մեր եղբայրը շատ գեղեցիկ ձևով քաջալերում էր, որ մենք պետք է Աստծո խոսքը կարդանք, մեր աղոթները պիտի ունենանք, բայց ես իմ իր խոսքին ավելացնեմ, ես նաև քաջալերում եմ։ Այսօր 5-շաբթի օրերը մենք ունենում ենք Սուրբ Գիրքի սերտողություն, բայց եկեղեցու որ մասն է մասնակցում։ Մասնակցողները կարող են ասել։ Շաբաթ օրը ունենք աղոթքի պա, եկեղեցու որ մասն է մասնակցում, մասնակցողները կարող են ասել։ Աստծո տանը մեջ գալով եւ Աստծո ժողովրդի հետ հաղորդակցելով եւ մեր երգերով ու փառաբանություններով ու աղոթներով ու հաղորդակցությունով ինչ ենք անում։ Տիրոջ ասում ենք, մեզ հոգեվոր լիսկավորիր, որտեղ մի ամբողջ շաբաթ մեր արժևում կա, որ մենք դուրս ենք գալիս եւ աշխարհում ենք լինելու։ Դա աշխատանքի լինես, տանը լինես, մեքենան վարելուց լինես, ուր որ լինես, թշնամին իրական է։ Եվ մեր պահապան Աստվածը կարող է մեզի պահպանել, երբ որ նրա պահպանությունը դու ինչ անես, խնդրես քո վրա։ Եվ մեր միակ նպատակ այսօր եկեղեցու գալու ինչն է, կարոտում ենք, սիրում ենք միմյանց, բայց մեր մեծագույն հոգևոր նպատակը եկեղեցու գալը, որպեսզի Աստծոց ու Աստծո հոգու մեջ նորոգվենք, ինչպես այդպես է ուտալ, լիսկավորվենք մեր բացիները, մեր հոգևոր այդ բացիները լիսկավորվի, որ մի ամբողջ շաբաթ կարողանանք դիմագրավել անօրենի ու թշնամու սխալ մտքերը ու գաղափարախոսությունները, չխաբվենք, չտրվենք այդպես հեշտությամբ։ Եվ վերջապես մեր վերջի օրինակով պետք է գանք մեր խոսքի ավարտին։ Մի անձնավորության մասին եմ ուզում ասել։ Հայտարարության մեջ ասացի, որ մի հատ իրական դեպքով կհամոզվենք, որը Աստված չի պակասում։ Մենք պակասում ենք եւ ժամանակից շուտ ինչ ենք անում, Աստծո դռները փակում ենք մեզ վրա։ Ջոշ Մակդաուել, կարող եք գնաք իր մասին կարդաք,
ինքը բավականին հայտնի հոգևոր գործիչ է, բազում գրքերի հեղինակ է։ Նա ունեցել է բավականին տխուր ու դառը մանկություն ու պատանություն։ Իր հայրը մահացել է, խորթ հայրը իրան abuse արել, շատ ցավալի ու տխուր օրեր ունեցել։ Ու ասում է այն օրը եւ այդ տխրության ու դառնության օրերի մեջ ինչ էր, ասում է ավելի ու ավելի նա Աստծոց հեռացավ։ Այդպես է։ Դառնության տխրությունների ցավերը քեզ մեջ ստեղծում է, շնամին քեզի համոզում է, որ նայ տես ինչա կատարվում, ուր Աստվածի, դա Աստվածին ինչի էր կատարում այս բոլոր կոկային։ Եվ ասում է ես Աստծոց ամբողջովին հեռացա, ինքը իր կենսագրության մեջ է ասում։ Եվ որոշեցի 18 տարեկանում բանակ գնամ ու ամբողջ կյանքս բանակում ծառայեմ, որոնտեղ հասնեմ արժեքավորման, դիրքի եւ այլն, ունենամ որոշ շակիություն։ Եվ 2 տարի հետո ի դժբախտություն իրան, բայց ի բախտավորություն եւս իրան, Աստված իր համար մեկ ուրիշ ծրագիր ուներ։ Նա աղետ է ունենում մարմնի վնասվածք եւ բանակ ասում է դու էլ պիտանի չես բանակում ծառայել եւ նրան ազատում է։ Նա գալիս է, մտնում է, ընդունվում է մի հատ լիբերալ քոլեջ եւ ուզում է, որ իր անաստվածությանը այդպեսի լուրջ մտային արժեքավորում տա, որպեսզի կարողանա այդ դեմ պայքարի ու մարդկանց արթնացնի, որ Աստված չկա։ Իր հանձնարարություններից մեկը սա է լինում, որ պետք է աշխատանք տաներ եւ հանձներ։ Ուսումնասիրի Սուրբ Գիրքը եւ Սուրբ Գրքի մեջ բոլոր սխալները դուրս գրի եւ մի հատ article, մի հատ հոդված գրի, որպես այդ հոդվածով ապացուցես, որ Աստված սուտ է եւ նրա Աստծո խոսքը առավել եւս։ Եվ մեր եղբայր Ջաշ Մակդուալը ասում է, ինչքան Սուրբ Գիրքը կարդում էի, այդքան ավելի էի համոզվում, որ Աստված իրական է։ Ասում է թողեցի այդ լիբերալ քոլեջը, ընդունվեցի հոգևոր քոլեջ եւ ամբողջ իմ կյանքով ու էությամբ հանձնեցի իմ կյանքս Քրիստոս Հիսուսի ձեռքերի մեջ։ Ձեզանից միգուցե ոչ բոլոր, բայց մեծամասնությունը գիտես Campus Crusade, որ արդեն 70-ական թվականների վերջում սկսվեց, մեծ տարածում գտավ հատկապես քոլեջներում։ Նա մտավ այդ գործնեության մեջ եւ մեծ դիրք ու արժեք ունի եւ մեծ գործնեություն ունեցավ։ Նա իր կյանքից է պատմում։ Ասում է մի օր ինձ հանձնարարվեց Սաութ Ամերիկա, Հարավային Ամերիկա, երկիրը գծված չի, բայց ես մոտարպես ենթադրում եմ, որ կարդում եմ այդ հատվածը չէր գալ։ Ենթադրում եմ, որ Բրազիլիան պետք է լինի։ Ասում է ինձ հանձնարարվեց, որ քոլեջներից, մեծ համալսարաններից մեկը, թեկուզ այնտեղ անաստվածությունը շատ է տարածված, որովհետև աստվածապաշտությունը բոլոր traditional է, ինչպես գիտեք Սաութ Ամերիկայում, չեմ ուզում քարեր շպրտեմ, այստեղ արդեն խոսքի սկզբում ասեցի, թե ինչ է տեղի ուներ մեզ երկրում եւս, ինչևից է, ասում եմ գնացի, բնականաբար անգլերենով պետք է Աստծո խոսքը, եւ ասում եմ քարոզ պատրաստի Հիսուս Քրիստոսի մասին։ Ու երբ որ ասում է իմացան այդ համալսարանում շատ ուժեղ մարքսիստական, սոցիալական մարքսիստական շարժում կար եւ խմբավորում ունեին։ Եվ այդ մարքսիստները առանց հասկանալու մեկ Աստված ոնց է տգետացնում, ասում է իմ նկարը բազմացրել էին ու ամբողջ համալսարանի պատերով փակցրել էին ու տակը գրել էին CIA agent։ Դա կոչվում է Central Intelligence Agency, ասում է բավականին ուսանողներ կային, որ լսել են CIA, դա հսկայական մեծ կազմակերպություն է Ամերիկայում, որը ինչ անում, տիրապետում է բոլոր լրատվություններին, այն ինչ որ տեղի ունենում աշխարհով մեկ։ FBI-ը տիրում է ներքին իրադարձություններին, CIA-ը տիրում է աշխարհի իրադարձություններին, այն ամեն վտանգը, որ կարող է սպառնել այս երկրին։ Ասում է բազում ուսանողներ, որ ընդհանրապես չէին որոշել մասնակցեին այդ օրվա ժողովին, ուղղակի հետաքրքրություն առաջացավ։ Գնանք տեսնենք այդ CIA կոչված ինչ տեսք ունի, ինչպես է խոսում։ Իրենք իրենց սեփական ձեռքերով հրավիրեցին, ասում է, երբ ես ներս մտա, բարձրացա բեմ, պայթում էր, ասում է։ Մի հատ դատարկ աթոռ չկար։ Բոլորը եկել են CIA էջենտի հետ ծանոթանալու։ Ասում է, երբ սկսեցի ես իմ քարոզը եւ ամեն անգամ, երբ որ Հիսուս անուն էի կանչում, անգլերենով էի քարոզում, ասում այնտեղ ես հասկացա մի խումբ արդեն մարքսիստական այդ խմբավորման, ասում ներկայացուցիչներ տարբեր տեղեր հատուկ նստել են ու սկսում են հայոյել։ Ու անգլերենով ասում են կեղտոտ խոզ, ինչի ես եկել, ու անընդհատ ինչ էին անում,
ցավացնում էին, նեղացնում էին ինձ։ So այդ հատվածն է, որը բացատրեցի, big photographs of me had been posted all over campus. Եվ այդ կոմունիստ ստուդենտները ինչ էին արել, մտածում էին, որ դրանով մարդկանց իրանց ընկերներին ուսանողին կվախեցնեն, որ չեն մասնակցի, բայց հետաքրքրություն առաջացավ եւ բոլորը եկան մասնակցեցին։ One after another this այս բոլոր ներկայացուցիչները, agitator-ները ինչ էին անում, անընդհատ խոսքի մեջ էին մտնում։ Եվ ես փորձում եի զսպել, տիրապետել, հավասարակշռությունը չկորցնել եւ կարողանալ խոսքը, որ պատրաստել է Հիսուս Քրիստոսի մասին, մատուցել, որտեւ ինձ այդ առիթը տրվել էր։ Ես չգիտեմ երբևիցե ուրիշ առիթ կունենային այս ուսանողները լսելու Քրիստոսի մասին։ Even they were call me filthy pig, եւ տարբեր կեղտոտ, ասում եմ, շատ բաներ չէի հասկանում, որովհետեւ իսպաներենս շատ տկար էր, բայց հասկանում եմ, որ հայոյում են, անիծում են ինձ, բայց անընդհատ խանգարում են։ Ամբողջ 45 րոպե իմ ժողովի այդ քարոզչության ընթացքում ասում է անverջ նեղացրեցին ինձ եւ իմ մեջ ահավոր հոգու տխրություն եկավ եւ ես սկսեցի իմ հոգուս մեջ իմ Տիրոջ հետ խոսք խոսել եւ պատրաստ էի որ դեռ խոսքս չավարտված ավարտեի ու այդ օրվա ժողովը ավարտած համարեինք I was ready to give up. Ես արդեն պատրաստվում էի, որ հանձնվեի։ Էլ չէի դիմանում, էլ իմ ներվերս, էլ իմ կարողությունս, էլ իմ հնարավորությունս արդեն էլ ուժերը կորցրել էր։ Every time I even mentioned the name of Jesus, they laughed. Եվ ծիծաղում են ու ծաղրում էին։ Եվ ասում մի հետաքրքիր բան ես հասկացա այդ իրավիճակում։ And I thought. Եվ իմ հոգուս մեջ Աստծո հոգին վերլուծում էր իմ մեջ։ God, why are not doing something? Եվ ես Աստծուն հարցում եմ, ասում, Տեր, ինչի ես թողնում, որ իրենք հաղթական դուրս գան։ Ինչի ոչ մի բան չես ձեռնարկում, ոչինչ չես անում։ Why are you letting Satan win? Ինչի ես թողնում, որ Սատանան մի անգամ եւս հաղթի այսքան ներկայացուցիչների ներկայությամբ, այսքան վկաների ներկայությամբ։ Well, ու ասում ես վերջում այն ինչ որ կատարվեց իմ վերլուծությունից ես հասկացա I was not walking by faith այդ իրավիճակում ես չէի քայլում հավատքով այլ քայլում էի զգացումով եւ այն ինչ որ Աստծոց պահանջում էի որ Աստված ինձ այդ ամբողջի արժեվ ինձի հաղթական դուրս բերեր God works to bring the greatest honor and glory to his name. Իսկ Աստված ուզում է ու նրա միակ նպատակը, որովհետև հստակորեն գիտի, երբ որ ես ու դու տարիների հոգևորներս փառավորվեցինք, մենք լեցուն ենթակայություն ունենք ընկնելու ու պակասելու եւ այդ փառքը ինչ անելու մեր վրա առնելու։ Եվ այդ պահին եղբայրը հասկացավ որ այն ինչ որ Աստված պատրաստվել է այդ երեկո անելու, նա իր ժամը, իր պահը գիտի եւ անելու է, որպեսի փառավորվի միայն ու միայն Քրիստոս Աստվածը երկնքում ու երկրի վրա։ And then ու հանկարծ ես իմ սեփական աչքերով տեսա Աստծո հրաշք գործը։ Ասում այդ շփոթության, որ ես պայքարում եմ իմ մտային աշխարհի մեջ ու վերլուծում եմ այդ բոլոր երևույթները, որ Սատանան հաղթում է եւ այլն, եւ իմ մեջ միտք առաջանում, ասում եմ մի աղջիկ, որ դեռ ես չէի ճանաչում, հետո հասկացա, որ իրենց այդ կոմունիստական շարժման քարտուղարուին էր, այսինքն դեմքն էր, առաջնորդն էր, ասում եմ, երբ որ ինքը ոտքի ելավ, ամբողջ դահլիճը լռեց։ Ես մի բան հասկացա, որ սա մեծ դեմք է։ Ասում եմ ոտքի ելավ the student movement եւ բոլորը լռեցին եւ ես հասկացա որ այս աղջիկը պետք է որ առաջնորդներից մեկը եւ միգուցե առաջնորդն է այս ամբողջ այս իրավիճակների she said եւ նա հարցեց Mr. McDowell Պարոն McDowell if I become a Christian now եթե Ես այս վարքյանին իմ սիրտս Քրիստոսին հանձնեմ։ Արդյոք այն Աստվածը, որ դու 45 րոպե իր մասին խոսում էիր,
Քսիրի այն նույն սիրով, որ ես քո մեջ տեսա, թե ինչպես 45 րոպե քեզ ծաղրում էին ու դու քո սերն էր ցույց տալիս այս ժողովրդի նկատմամբ։ Եվ այդ հարցումից հետո Աստծո հոգու ներկայությունը թափվեց։ Եվ ասում է, ես էլ ավելի բացատրություն չունեմ ձեզ տալու, միայն մի բան, 58 ուսանող իր կյանքը Քրիստոս Հիսուսի ձեռքերի մեջ հանձնեց այդ երեկո։ Մենք հաճախ չենք հասկանում, փորձում ենք մեր մտային աշխարհի մեջ ըմբռնենք երևույթները, երբ երևույթը հոգևոր է, եւ միայն հոգու մեջ կարող ես վերլուծել, ոչ քո մտային։ Թող այս ամբողջը լինի միանշանակ իրան փառք ինձ ու քեզ շինություն։ Ամեն։